Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ իրավապաշտպան Երևանի Ավագանո ազգային առաջընթաց խմբակցության անդամ Նարե Արամյանին։ Բարև ձեզ Նարե, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Մենք շնորհակալ, շարունակաբար խնդիրներն ուշադրություն։ Խնդիրներ, եւ այսօր մենք խոսելու ենք հիմնականում ոչ թե երեխաների անչափահասների այս խնդիրների մասին, այլ խոսելու ենք մի խնդրի մասին, որը ոչ պակաս կարևոր է եւ կապված է նաեւ մեր երեխաների դաստիարակության, նրանց աճի, զարգացման հետ։ Սա խոսքը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքն է։ Ազգային ժողովը հավանություն տվեց կենդանիների նկատմամբ այս վերաբերմունքի մասին օրենքին եւ դրանից առաջ ունեք հանրային քննարկում, որը բոյկոտեցի կենդանասերներով, բայց ի վերջո առանց ձեզ էլ այդ որոշումը կայացվեց։ Նախ ինչու բոյկոտեցիք, դուրս եկաք ազգային ժողովից եւ եթե պետք է որոշում այսպես թե այնպես իրենք կայացնեին, այդ դեպքում ո՞րն է ձեր մասնակցության անհրաժեշտությունը։ Մեզ համար խիստ օրհասական խնդիր է սա, շնորհակալություն եւ կարեւոր է շեշտել, որ մենք ոչ մեկս իրավունք չենք տվել մեր անունից հանդես գալ, հավանության արժանացնել մի օրինագիծ, որին մենք սկզբունքորեն դեմ ենք եւ պահանջում ենք, պայքարում ենք մինչեւ վերջ, որպեսզի այդ օրինագիծի յուրաքանչյուր կետ, որոնք չեն համապատասխանում հանրային առողջապահության եւ միջավայրի անվտանգության հիմնախնդիրների լուծմանը, իսպառ բացառվեն նման օրենքից եւ բնականաբար ոչ միայն կենդանիների բարեկեցության, այլ նաեւ այո, մարդկային ամենօրյա փոխգործակցության խնդիրները լինեն լուծված։ Տեսեք ինչքանով է կարեւոր հեն ժողովրդավարական երկրում մի կողմից ունենալ հանրային քննարկումներ, լսումներ այս խնդիրների շուրջ եւ մյուս կողմից էլ ինչն է դա տալիս հենց բուն հասարակությանը, օրինակ մարդկանց, ովքեր գուցե ոլորտի հետ պետք է կապ չունենան։ Հասկանալ է, որ թե քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ թե ընդհանրապես նախաձեռնող խմբերի շրջանակն է, որ ապահովում է կապը հասարակության բնակիչների, քաղաքացիների եւ պատկան մարմինների միջեւ։ Ինչ է սա նշանակում, որ հնարավոր չէ առանց համագործակցության եւ նրանց հետ ամենօրյա աշխատանքի որևէ կերպ հիմնախնդիր բարձրացնել եւ առավել եւս դրանց տալ օրինագծային տեսք։ Եվ մենք այստեղ տեսնում ենք, որ այն ամենը, որ մենք տարիներ շարունակ մշակել ենք, իսկ առաջին անգամ մենք կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը ազգային ժողով ենք ներկայացրել դեռևս 2011 թվականին, այսօր բացարձակապես այլափոխվել է։ Դրանում չեմ թողնվել ընդհանրապես որևէ դրույթներ, որոնք որ այսօր կլուծեն մեր արժեվ ծառացած շատ այնքան դրական փոփոխություններ են եղել, որ այդ խնդիրների կետերը դուրս են եկել։ Գիտեք, իրականում ամեն ինչ հարմարեցվել է այդ րոպեական շատ ավելի արհեստական խնդիրների առաջացմանն ու լուծմանը, որոնք որևէ կերպ կենդանիների շուրջ առաջացող հիմնախնդիրների վերջնական, հիմնական եւ արդյունավետ լուծում չեն ապահովում։ Սա շատ կարեւոր խնդիր է։ Այսինքն ոլորտ, թե կենդանիների կապակցված, թե մարդու հետ փոխգործակցության որ խնդիրն էլ բարձրաձայնված լիներ, որ հայեցակետն էլ մցված լիներ օրինագծում, այսօր դա բացակայում է։ Հիմա մի փոքր փակագծերը բացենք, որպեսզի մեր լսողների համար էլ հարմար լինի։ Մեր օրենսդրությամբ միջև այս պահը կենդանին համարվում է գույք։ Եթե վերցնենք գույքը ունենում է տեր կամ գույքը լինում է անտեր։ Եթե գույք է, գույքը փչացնում են, գույքը շահագործում են, գույքը ոչնչացնում են, մի խոսքով գույքի ժամկետը անցնում է։ Հենց այստեղից սկսենք։ Արդյոք այս մոտեցումը ճիշտ է վերագրել որպես կենդանուն, որ տեսնել, այսինքն թափառող կենդանին գույք է, որը տեր չունի կամ տեր ունի։ Որպեսզի ավելի պարզ ասենք, առանց իրավական հասկացությունների մեջ խորանալու, պետք է շեշտենք հետևյալը, որ գույքային իրավունքների շրջանակը, այո, նույնպես վերաբերում է կենդանիներին, եթե մենք դիտարկում ենք դա քաղաքացիական, այսպես ասենք, հարաբերությունների շրջանակում, բայց դա չի բացառում եւ չի նշանակում, որ այստեղ քրեա իրավական խնդիրներ լինել չեն կարող լինել նաեւ առանձին դիտարկումներ կենդանիների բարեկեցության, պաշտպանության կամ առավել եւս մի փոքր ավելի վեր գնալով կենդանիների իրավունքների շուրջ, այսինքն մեկը մյուսին չի կարող եւ որպես այդպեսին չի բացառում եւ փորձելով հիմնավորել
Իբրև կենդանիները մինչ օրս դիտվել են որպես գույք, բայց մենք պետք է նաև նրանց վերագրենք այլ իրավունքներ այս օրինագծի շրջանակներում, այդպիսի որևէ դրույթ այդ օրենքի մեջ չկա։ Եվ հենց այստեղ է խնդիրը, որ մենք ի տարբերություն նրանց այդքան հեռու չենք գնացել, մենք պարզ անվտանգության խնդիրների, առողջապահության եւ բարեկեցության մասին ենք խոսել, որը երկուստեք պետք է ապահովի թե մարդկանց միջավայրը, քիչ թե շատ հասկանալով, որ կենդանիների հետ պետք է առնչություն լինի այսպես թե այնպես, մենք չենք կարող դա վերացնել, եւ կենդանիների անվտանգությունը, որպեսզի հնարավոր լինի առողջ անվտանգ գլխաքանակի ապահովումը։ Պարզ է, որ սա է միակ տարբերակը, որը թե գիտականորեն ապացուցված եւ թե գործնականում հաստատված է բազմաթիվ երկրներում, բայց պետք է օրինակը բերենք Հայաստանին համաչափ երկրները ամենազարգացածների վրա օրինակ չբերելով։ Եվ այո, այստեղ մենք որևէ կերպ չդիտարկելով այդ գույքային իրավունքները եւ ինչը սարսափել է, որովհետեւ կենթանուն անգամ, եթե որպես գույք ես դիտարկում խնամքի հոգատարության խնդիրը չես կարող բացառել այստեղից, մյուս կողմից էլ դա չի նշանակում, որ մենք այլ իրավունքի դաշտ չպետք է դիտարկենք։ Հիմա եկեք հասկանանք ինչի հետ եք համաձայն, ինչի հետ համաձայն չեք։ Մի քանի կետեր նշեք։ Մենք առաջին հերթին համաձայն չենք, որ օրենքում ընդհանրապես չկան այնպիսի արգելքներ, որոնք ի սկզբանե պետք է լինեին նախատեսված։ Օրինակ, եւ ամենամեծն է, որ ոչ մի տեսակի որևէ կենդանու խնդիր զանգվածային ոչնչացման լուծել չի կարելի։ Այսինքն ուղիղ պետք է նշված լինի կենդանիների սպանդը արգելվում է, կապ չունի դա ժանվերաբերմունքի միջոցով է, արդյոք դա համայնքների որոշման մարդասիրական միջոցների կիրառմամբ է, դա որևէ նշանակություն չունի, ինչու, որովհետև դա միայն վնասում է խնդիրների լուծմանը։ Երկրորդը դա միայն վերաբերում է շներին, թե այստեղ կոնկրետացնենք, թե կենդանիներ ասելով կապ Գիտեք, ներկայացնում ենք հիանալի հարց եք բարձրաձայնում, դուք ոլորտից չեք, բայց տեսեք որքան կարևոր հարցեր եք տալիս։ Իսկ ով ասել, որ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքը պետք է վերաբերի միայն շներին։ Նայում եմ, տեսնում եմ, չհասկացանք, մենք չէ որ այլ խնդիրներ եւս բարձրաձայնել ենք։ Եվ մենք այնպես ենք կարողացել կազմել, որպեսզի ընդհանրապես մարդու տիրապետության ներքո գտնվող կենդանիների մասին լինի խոսքը։ Իսկ ինչ ենք անելու, օրինակ, կատաղություն հիվանդություն կրող այլ կենդանիների հետ, որոնք այո մարդկանց տանն են ապրում, օրինակ աղվեսները։ Ինչպես ենք մենք վերահսկելու այն կենդանիներին, որոնք վայրի են տեսակով, բայց իրականում պահվում են որպես ընտանի։ Ով պետք է զբաղվի այդ խնդիրներով եւ որ ոլորտում պետք է դա լինի ընդգրկված, եթե ոչ բնականաբար կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքում։ Այսպիսի կարևոր խնդիրներն են, որ այսօր իսպառ բացակայում են այս օրենքում եւ մենք միանշանակ հասկանում ենք, որ ուզենք թե չուզենք այդպես մնալ չի կարող, որովհետեւ փորձել աշխատեցնել այդպիսի օրենքը շատ դժվար է լինելու, իհարկե դա մի առանձին խնդիր է, բայց այն որ այն չի աշխատելու եւ մենք ամեն կերպ բոյկոտելու ենք եւ մենք ցանկացած իրավական միջոցի եւ հասարակական ցանկացած գործողության դիմելու ենք, դա միանշանակ է։ Ինչու՞ չի աշխատելու, որտեղ է այստեղ թերությունը։ Ամբողջ օրենքն է թերություններով, թե ամբողջ օրենքը որևէ կապակցվածություն չունի միմյանց նկատմամբ, որևէ լիազորությունների շրջանակ չկա, որը հստակ մատնանշում է, թե որ գերատեսչությունը, որ գործողությունը պետք է անի եւ ամենասարսափելին մեզ համար, որ չգիտես ինչու համայնքային լիազորությունների ներքո կամ ինչ որ մի կամընտիր միջոցներով համայնքներին է վերագրված կենդանիների խնդիրների լուծման որոշումները։ Ով է ասել, որ ընդհանրապես մեր համայնքները ի վիճակի են որևէ խնդիր, այսինքն ֆինանսների մասին է խոսքը։ Եվ ֆինանսապես, եւ մարդկային ռեսուրսների, գիտեք, մենք չունենք համապատասխան մարդկային ռեսուրսներ, որ անգամ մանկապարտեզների խնդիրներ լուծեն։ Եվ ամենակարևորը, ով իրենց ընդհանրապես թույլ տվել մտածել, որ թափառող կենդանիների կամ ընդհանրապես տանը պահվող կենդանիների խնդիրը հնարավոր է կամ պետք է լուծել կացարանների միջոցով։ Միթե մեզ թվում է, որ մենք այնպիսի զարգացման մակարդակում ենք գտնվում, որ մանկապարտեզների կամ տարեցների կենտրոնների կամ առավել եւս անտուն մարդկանց
կացարանների փոխարեն, ցանկացած ապաստանի փոխարեն մենք պետք է հիմա կառուցենք կենդանիների կացարաններ։ Ընդ որում, չէ՞ որ մենք բոլորս կցանկանայինք, որ այո, բոլոր կենդանիները, մենք շատ սիրում ենք կենդանիներին, չենք սիրում մարդկանց, լինեն փափուկ, տաքուկ եւ կուշտ։ Այդպիսի ձևով թափառող կենդանիների խնդիրը լուծել հնարավոր չէ կացարանների միջոցով, թափառող կենդանիների խնդիրը միայն խորանում է։ Ինչու՞։ Որովհետև եթե մենք առողջ գլխաքանակը, հիվանդ գլխաքանակը, վտանգավոր գլխաքանակը, որևէ գլխաքանակ հավաքում տանում ենք, պահում ենք եւ համայնքի միջոցով կերակրում ենք համայնքային բյուջեով, մարդկանց գումարներով, ապա նրանց տեղ ազատվելով լցվում է ավելի ագրեսիվ, ավելի բազմացող եւ ավելի խնդրահարույց կենդանիներով, որովհետև նրանք ոչ միայն տարածվում են տարբեր տեղերում, այլ նաեւ կրկնակի բազմանում են։ Եվ եթե մենք չենք հասկանում, որ տարածքի, տիրույթի ամբողջական ծավալը պետք է առողջ անվտանգ կենդանիներով լինի դասավորված եւ նոր դրանից հետո հնարավոր կլինի այդ եւ տան կենդանիներին վերահսկել եւ առավել եւս հիվանդությունների համաճարակների խնդիրը վերցնել վերահսկողության տակ, բուծողներին վերջապես հարկել, կարողանալ գրանցել բոլորին, ունենալ ընդհանուր պատկեր, նոր մտածել կացարանների մասին, իսկ դա նման ծրագրերի իրականացման վերջին փուլի համար է, եթե Հայաստանի համար վերցնենք այսօր սկսենք ճիշտ ծրագրեր անել, ապա միայն 5 տարի հետո է դա մեզ պետք է լինի։ Փորձենք նարեկ քայլ առ քայլ, այսինքն, եթե թափառող շուն կա, ինչ պետք է արվի ըստ ձեր առաջարկի։ Առաջին այդ շանի որտեղ ենք տեղափոխում, ինչ հետազոտություններ պետք է անցնի։ Շատ կարևոր է հիշել, որ Հայաստանը նախևառաջ ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության հետ ուղիղ կապեր ունի։ Չեմ էլ ասում արդեն անդամ պետություն կամ նման այլ բառակապակցություններ։ Սա կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ խորհրդատվական զեկույցներ եւ ինչպիսի ծրագրեր կան, որոնք որ երաշխավորված են այդ կազմակերպությունների կողմից։ Եվ միակ տարբերակը, որը կարող է կիրառվել այդ թվում եւ Հայաստանի պարագայում, որը արդյունավետ է, մարդասիրական է եւ նվազագույն ներդրումով կարող է ապահովել առավելագույն արդյունք, դա զանգվածային ամլացման ծրագիրն է եւ մենք պետք է այդպիսի ծրագրերն իրականացնենք ամբողջ հանրապետության տարածքով եւ միանշանակ հասարակության հետ համագործակցությամբ, ոչ թե ընդդիմանալով եւ կապ չունի այդ հասարակության անդամները, բնակիչները կենդանասեր են, թե կենդանան տարբեր են, թե կենդանիներից վախենում են կամ կենդանատյաց են, առանց բնակչության հետ համագործակցության մենք չենք կարողանա հաջողություն ունենալ այսպիսի ծրագրերում։ Ես ձեզ հետ համամիտ եմ առանց բնակչության, որտեղ երբ իմացան, որ իմ հյուրը դուք եք լինելու եւ այս թեմայով ենք զրուցելու, կային մայրիկներ, որոնք ասում են նույն կենդանասերներին հրավիրում ենք գյուղական միջավայրեր, թող դպրոցի մոտ կանգնեն եւ սոված շներից պաշտպանեն մեր երեխաներին։ Մենք գիտենք, որ մարզերում հատկապես դեպքերը շատ են։ Տեսեք, որքան վատ է արվում աշխատանքը, որ գյուղական համայնքներում, որտեղ պետք է ընդհանրապես թափառող կենդանի չլինի, մենք ունենք թափառող կենդանիներ ողմակով շրջող։ Դրա բացատրությունն է կա, քաղաքից ասում են, բերում են, տալիս են, մեր տարածքներում բաց են թողնում։ Հիանալի։ Տեսեք, բնակիչները նույնպես ոլորտին անտեղյակ, չիմանալով խնդրի լուծման տարբերակները տեսնում են ինչ է կատարվում։ Միթե կարելի է լինել այդքան ապաշնոր։ Միթե մեր երեխաների առողջությունն այդքան մեզ համար, առավել եւս անվտանգությունը, միևնույն է 0 դատարկ խոսք է։ Միթե մենք չենք հասկանում, որ եթե այդ կենդանիների նկատմամբ ճիշտ վերաբերվում ցուցաբերվի, նրանք, ինչպես եւ այսօր նաեւ առնետները, ճիշտ վերաբերմունքը նրանց կերակրելն է, նրանց բուժելն է, նրանց հանդեպ խնամք եւ դարձնելը անվտանգ մարդու համար, դրանով նրանք անվտանգ են եւ իրենց եւ շրջապատի եւ մարդկանց համար։ Եվ եթե մենք այսօր գյուղական համայնքում տեսնում ենք ողմակ, դա նշանակում է, որ ամեն ինչ ի սկզբանե սխալ է արվում եւ շարունակաբար։ Գիտեք, քանի քաղաքներում են, որ այսօր, չնայած
իբրև օրենսդրական որևէ կարգավորման, կենդանիներին միևնույն է զանգվածաբար ոչնչացնում են այդ թվում եւ կրակելու միջոցով։ Եվ ովքեր են դրանք անողները։ Բացարձակապես պարզ չէ, որովհետեւ ինչով են զբաղված իրավապահները նույնպես պարզ չէ։ Ինչ է նշանակում Հրազդանում եւ Սևանում կենդանիներ են կրակել։ Ինչ է նշանակում 10-20 կենդանու դիակ գիշերային ժամին հասարակական վայրում ձեզ հակադարձում են երեխային է կծել, մի կնոջ այնպես են քրքրել, որ մի կնոջ էլ քրքրել են մահացավ եւ չկարողացավ։ Այո, նկատի ունեմ հասարակությունը զարհուրելի ողբերգական դեպքերի մասին է խոսում, որ այդ պահին նրանց համար դա կարևոր չէ, դա ըստ երևույթին այդ դեպքը մարդու կողմից էլ արված է, նույն պատասխանը եւ հակադարձումը կստանա։ Այո, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ երբևէ սովորաբար այդ ագրեսիվ կենդանիներին, ովքեր կարող են նման գործողություններ անել, մարդիկ չեն կարող ոչ բռնել եւ ոչ էլ ոչնչացնել։ Սովորաբար մենք կարողանում ենք բռնել եւ ոչնչացնել այն կենդանիներին, որոնք մարդամոտ են։ Սա է ամենասարսափելին։ Եվ եթե մենք մտածում ենք, որ եթե այսօր ինչ-որ մի կենդանիների ոհմակ մի քանի մարդու կծեց, մենք գիշերը գնալու ենք ուրիշ շների սպանենք եւ դա լուծելու է խնդիրը, մենք չարաչար սխալվում ենք եւ այդ իսկ պատճառով այդ դեպքերը շարունակվում են, որտեղ մենք չենք հասկանում, թե ինչպես պետք է այդ խնդիրները լուծվեն։ Եվ այո, եւ ոչ մի բանական արարած չի կարող ասել, եթե մի կողմից մարդու կյանքն է, մյուս կողմից շան, նա ընտրելու է շան կյանքը, անկախ նրանից, թե որքան մենք կարող ենք կենդանասերներս լինել մարդատյաց, որովհետև այդ խնդիրը հենց այդ կենդանու համար է խնդիր լինելու եւ ուրիշ կենդանիների։ Եվ հավատացեք, մենք կենդանասերներով մի դաժան չարկատակ ունենք, ասելով, որ եթե մենք իմանայինք, որ 100 կենդանի, 1000 կենդանի զանգվածաբար սպանելով այս խնդիրը լուծել կլիներ, մենք անձամբ մեր ձեռքով դա կանեինք, բայց դա հնարավոր չէ։ Չկա որևէ։ Բայց օրենքը տանում է սպանդի։ Օրենքը ոչ միայն չի արգելում սպանդը, այլ նաև թույլ է տալիս ցանկացած միջոցով այսպիսի խնդիրներ լուծել։ Եթե դու չունես օրենքում ուղիղ արգելք, ամեն ինչ թույլատրված է։ Ավելին, իսկ ով է որոշելու ինչ գործողություններ անել, ով է ասել, որ մենք կարող ենք դա անել, եթե դու հանրապետությունում չունես ոչ ռազմավարություն, ոչ առավել եւս ծրագիր, թե ինչ է պետք անել, ինչ հերթականությամբ, ինչ ինտենսիվությամբ, ովքեր պետք է դա անեն եւ հազար այլ խնդիր կարող եմ ասել, բայց սա միայն մակերեսի վրա գտնվող խնդիրներն են։ Նորից վերադառնանք կացարաններին, փաստորեն դուք դեմ եք, սկզբից կացարան, ինչ եք անում, սկզբից շներին ենք հավաքագրում, նոր հետո կացարաններն ենք կառուցում։ Այո, միչև մենք կենդանիների խնդիրը չլուծենք դաշտում, այսինքն միչև մենք յուրաքանչյուր համայնքում խանգարում, որ եթե կացարաններ ունենում ենք համապատասխան իրենց տաղնում ենք առանձին, գործը կրկնապատկվում է։ Այս դեպքում հոշիացում է եւ ֆինանսների եւ գլխականակի ինչու մշակել 3000 կենդանու դիցուկ կացարաններում եւ ունենալ 3000-ը դրսում, եթե կարելի է ունենալ 4000-ը դրսում եւ կացանում չունենալ կենդանի։ Դա անիմաստ ռեսուրսի վատնում է։ Եվ երբ քաղաքացիներն ինձ ասում են, «Վայ, գիտեք, դուք կենդանիների ոլորտում հասակ հաջողության եւ մենք հիմա կունենք կացարաններ, բայց չենք ունենա մանկապարտեզ կամ ծերանոց», ես իրենց ասում եմ, «Քավլիցի, անհնարին է, որ որևէ կենդանիներից ընդհանրապես հասկացող ինչ-որ մեկը նման խորհուրդ տա»։ Եվ ինչպես եք պատկերացնում, այդ օրինակ թափառող շներին կենտրոն համայնքում ինչպես ենք դրանց կերակրման հարցը պետք է լուծվի, այսինքն պետք է զուտ այդպես հենց համայնքի տարածքում առանց կացարանների եւ դրանով ընտելացնել հասարակությանը, որ նրանք խնամքի կարիք ունեն, դրանք պետք է լինեն այո նաեւ այն քանակի եւ տեսակի կենդանիները, որոնք կարող են հանգիստ շարունակաբար ապրել փողոցում, նրանք միևնույն է կերակրվելու են, հատկապես եթե խոսքը գնում է կենտրոնի կամ ընդհանրապես քաղաքների մասին, այո, շատ ճիշտ է օրինակը բերում, եւ նրանք միանշանակ 5 տարի հետո այլևս չեն լինելու ֆիզիկապես, որովհետեւ ավել ապրել չեն կարողանա եւ իհարկե նրանց թվականակը ամբողջությամբ զրոյանալու է, բայց այս ամենի կարևորագույն պայմանը ծրագրի ճիշտ իրականացումն է։ Կհետևենք զարգացումներին այս կետի հետ կապված, քանի որ մեկ հաղորդման ժամանակ չեն կարող բոլոր կետերին անդրադառնալ։ Հիմա հասկանանք, թե տանը պահվող կենդանիների մասին ինչն է ձեզ անհանգստացնում։ Չէ՞ որ այդ նրանք էլ արդեն այս օրենքից դուրս չեն մնացել։ Ավելին, եկեք պատկերացնենք, իսկ ինչ որ մեկը գիտի մեզ մոտ տներում ինչ կենդանիներ են պահվում եւ ինչ քանակությամբ։ Ձեր խոսքում ասացիք, որ նույնիսկ կան ընտանիքներ, որ աղբես են պահում։ Այո, եւ կապիկ, ընդ որում
հասկանալի է, որ այդ կենդանիները անհամեմատ ավելի վտանգավոր են հասարակության համար։ Ես գիտեի երկու հոգու, ովքեր նաև իրենց տարօրինակ չհամարեք լողավազանում կոկորդիլոս են պահել, բայց որքան հասկանում եմ, երևի արդեն կերել են այդ կենդանիներին, որովհետև դա ընդհանրապես նորմալ չէ որևէ տեսակի մարդու համար։ Բայց շատ կարևոր խնդիր ենք մենք բարձրացնում այստեղ, ինչու է ընդհանրապես կենդանիների գրանցումը էական եւ ինչու ենք մենք դա դիտարկում հարգման դաշտում տեղական վճարների տեսքով փոխանակը պատկերացնենք, որ պատկերացնում եք, որ տներում երակի, քառակի ավելի շատ կենդանի է պահվում, քան թափառողները։ Արդյոք մենք պատկերացնում ենք, թե այդ տանը պահվող կենդանիները տարեկան քանի սերունդ են պարգևում իրենց տերերին, որոնք դուրս են շպրտվում եւ ավելի են խորացնում թափառող կենդանիների խնդիրը։ Գիտենք արդյոք թե դրանցից որքանն է ստանում կենդանաբուժական ծառայություն նվազագույն խնամք եւ առավել եւս պատվաստում կամ հիվանդությունների կանխարգելման միջոցներ։ Բացարձակ ուղղակի բարձի թողի վիճակ է։ Ինչ է կատարվում կենդանաբուժության ոլորտում։ Արդյոք անհրաժեշտություն կա կամ չկա որևէ կերպ սուբսիդավորելու այդ ոլորտը։ Ինչպիսի վերահսկողություն պետք է լինի ընդհանրապես, այսպիսի, չէ՞ որ դա իրապես վտանգ է ոչ միայն կենդանիների կամ մարդկանց համար, այլ հենց այն մարդկանց եւ կենդանիների, ովքեր իրար հետ ամեն օր փոխգործակցում են այդ տան շրջանակներում։ Քանի տոկոսն է պատասխանատու տեր։ Ինչ գործողություններ է անում։ Ունի հնարավորությունը մարդիկ կան, որ տեղին եւ պատվաստումներն են տանում եւ բարձրորակ կերն են մի խոսքով, բայց ընտանիքներ կան, որ պարզապես փողոցից տանում են այդ կենդանիներին եւ ինչ իրենք են ուտում, նրանք են ուտում, որտեղ իրենք են քնում, նրանք են քնում, այսինքն այսպես առանձնահատուկ վերաբերմունք չի լինում։ Այո, եւ ինչքան ված է, որ դու համ թանկարժեք ցեղատեսակի շանտիրոջն ես նույն կերպ հարկելու օրինակ կամ турք վերցնելու վճարով ինչ որ ձևով եւ ինչքանով է արդար որ նույնքան այն կամավորը ով մի քանի կենդանի է վերցրել եւ փրկել է փողոցից եւ որպես այդպեսի նույնը համայնքին երկրին լավություն է արել որ այդ կենդանիները փողոցում չեն նույն կերպ պետք է հարգվի փոխանակ խրախուսվի Գիտեք, մեզ թվում է շատ հաճախ, թե դրանք ինչ-որ պարզունակ թեզեր են, բայց եկեք մենք ամեն օր պատկերացնենք ինչ է նշանակում աշխատել կենդանիների հետ, փորձել ինչ-որ մի կերպ թեթևացնել, թե նրանց հոսքը, թե, չգիտեմ, փորձել այնպես անել, որ իրենք նույնպես լինեն անվտանգ եւ այդպիսով լինի անվտանգ օրինակ մեր բակը։ Ցանկացած բակի օրինակով որտեղ կան կամավորներ, ես շատ մարդիկ գիտեմ, որ ասում են, վայ, գիտեք ինչ լավ է այն կինը մեզ մոտ կերակրում է, պահում է, ինքն է խնամում, մենք էլ մեկ-մեկ կեր ենք առնում։ Ես շատ ուրախանում եմ, որ իրոք կան մեկ եւ շատ են այդպիսի բակերը, որտեղ մարդիկ ասում են, մեր կենդանին է, չեք տանելու, մենք ենք պահում, մենք ենք կերակրում, անվտանգ է, ստերջացված է, պատվաստված է, մաքրված է։ Որովհետեւ այդ մարդիկ հասկանում են, որ եթե այդ կենդանին չլինի, նախ այդտեղ առնետ կգան այլ կենդանիներ, որոնք անվտանգ չեն։ Այս տարբերակն է, որով հնարավոր է լուծելի դարձնել այս խնդիրը։ Դուրս գան կարճատև գովազդային դադարին արի, որից հետո ամփոփենք մեր հաղորդումը։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար մեր եթերում։ Հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Բարթամ, թեմա Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Գինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։
Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Նարի, եթե ամփոփենք, հիմա այս նախագծին դուք դեմ եք, պահանջներ ունեք, որը գրավոր ներկայացրել եք նորից ազգային ժողով, ինչ ակնկալիք ունեք։ Բազմիցս եւ չունենք որևէ արձագանք առավել եւս գևոր, բնականաբար մենք պետք է պահանջենք թե հանրային առողջապահության եւ թե միջավայրի անվտանգության բոլոր հիմնակետերը ներառել եւ բոլոր այն կետերը, որոնք հենց այդ շրջանակներում ապահովում են կենդանիների բարեկեցությունը, որովհետեւ անհնարին է գոյատևել ընդհանրապես մի հասարակության մեջ, որտեղ ամբողջական այսպիսի ոլորտները չեն վերահսկվում։ Ընդ որում, այո, հասկանալի է, մեկի համար կարևոր կլինեն կենդանիները, մյուսների համար մարդիկ, բայց կան ողջամիտները, ում համար կարևոր են եւ նրանք։ Ուստի մենք շարունակելու ենք պահանջել եւ շարունակելու ենք մեր եւ հասարակական գործողությունները եւ վերահսկողություն կարողանալու եք, գոնե հենց այդ կացարանների մասով կարողանալու եք իմանալ որտեղ ինչ կացարան կառուցվեց եւ ավելին շատ արհեստական ձևով հանրային վերահսկողության մասին դրույթները, որոնք օրենքում տեղ են գտել, մենք իրավական ամբողջ շրջանակով եւ ամբողջ ծրագրով անցնելու ենք եւ միանշանակ պահանջելու ենք ամբողջական հանրային վերահսկողություն եւ հետամուտ ենք լինելու ամեն կետը գնալու ենք վերհանելու ենք համոզված եք որ տապալելու եք միանշանակ իհարկե դա չի քննարկվում գիտեք անհնարին է մարդիկ ովքեր օրինակ ջրից վախենում են եւ լողալ չգիտեն դառնան մեկ օրում, չգիտեմ, ցածկորտներ կամ լողորտներ, դա հնարավոր չէ։ Դա տարական գիտելիքի եւ հմտությունների շրջանակ է։ Հիմա փաստորեն ցրտերն արդեն ընկել են եւ մենք շքամուտքերում ենք տեսնում եւ շները եւ կատուները ամեն դեպքում փորձում են տեղավորվել եւ ցրտահարության չի ենթարկվել։ Այս հարցը ինչպես է լուծվելու։ Բնակիչներ կան որ համբերության բաժակը լցվում է, որտեղ անդադ կեղտոտում են, անդադ իրենց խանգարում են։ Ընդհանրապես նորից փորձելու են գտնել այս շների տերերին եւ եթե այս շները անտեր են կամ կատուները նշանակում է նրանց հետ կարող են հաշվեհարդար տեսնել։ Ավելին բնակիչները այդպես էլ անում են նրանք ովքեր որ բավականաչափ գթասարտ կամ համբերատար չեն կարող են դա անել, բայց չէ որ մենք պետք է հասկանանք այդ դեպքում ինչպես պետք է մենք կարողանանք պայքարել հանրային բարոյականության հանուն, այսպես ասենք, եւ ինչ անենք, որ համակեցության կանոնների շրջանակներում կենդանիների համար ոչ հարմար շքամուտքերը կամ ընդհանուր օգտագործման այլ տարածքների փոխարեն, օրինակ, բակային հատվածներում փոքրիկ հարմարություններ լինեն կենդանիների համար եւ տաքության, եւ սննդի եւ ավելի կանոնակարգված լինելու համար։ Այո, փոքրիկ ուղակի տնակները եւ այն բարի հին ժամանակները, որ մենք ունենք դեռևս, բայց այստեղ շատ կարևոր է որ ոչ թե բնակիչները դա միայն ինքնուրույն անեն, այլ հնարավոր լինի պետության հովանավորությամբ համայնքային մակարդակում այդպիսի խնդիրներ լուծել, այլ թե ինչ գործողությունների պետք է լծված լինեն համայնքները,
մասնավորապես եւ պատկան մարմիններն ընդհանուր առմամբ ոչ թե փորձել վերահսկել մի ոլորտ, որոնք իրենց չեն կարողանում վերահսկել։ Եվ այստեղ մենք իհարկե պետք է համագործակցենք բնակիչների այն խմբերի հետ, ովքեր որևէ վերաբերմունք չունեն կենդանիներին եւ բացատրել նրանց, չնայած դա նույնպես պետության պարտքն է, թե որքան կարեւոր է ունենալ մի քանի անվտանգ կենդանի տարածքում, քան թե դրանց վտանգավորները, առավել եւս առնետները եւ նման այլ խնդրահարույց իրավիճակներ։ Ես համոզված եմ, որ մենք միևնույն է ունենալու ենք դրական արդյունք, ինչու, որովհետեւ հնարավոր չէ 1 կամ 2 ոչ այդքան գրագետ, ոչ այդքան բանիմաց մարդկանց շրջանակում այսպիսի խնդիրներ բարձրաձայնել, որովհետև նախ նրանք անտարբեր են, երկրորդ հերթին դա եւս իրենց լիազորությունների եւ կարողունակությունների շրջանակում չէ։ Ուստի մենք պետք է շարունակաբար աշխատենք, որպեսզի գտնենք այն առողջ ողջամիտ մարդկանց եւ մասնագետներին, ովքեր տեղ կհասցնեն այն ամենը, ինչ հանրային անվտանգության համար շատ կարևոր է։ Իսկ եթե նախագիծը չի վերանայվում, ինչ է կանելու, ինչ գործողություններ եք անցնելու։ Միանշանակ մենք ամբողջությամբ այն բոյկոտելու ենք, ավելին տեղերում տարբեր հասարակական գործողություններ կազմակերպելու ենք եւ իրավական ճանապարհով նույնպես անցնելու ենք։ Յուրաքանչյուր դեպքով, քանի որ այսօր անգամ արտակարգ իրավիճակների գործողությունների շրջանակում եւ առավելևս ոստիկանության եւ ընդհանուր առմամբ իրավապահների ոլորտում որևէ դրական փոփոխություն մենք չենք տեսնում, անգամ ամենաուղիղ առերևույթ դաժան վերաբերմունքի տեսանկյունից մենք չենք կարող այսպիսի քաղաքացիական հարաբերություններում ցայն չհանել, որովհետև դա ավելի է նպաստելու իրավիճակի խորացմանը եւ որքան էլ մեր նպատակը լինի կենդանիների պաշտպանությունը կամ բարեկեցությունը, հա, կենդանիների պաշտպանության միջոցով նրանց բարեկեցությունը, միևնույն է, մենք մարդկային հասարակության մեջ ենք ապրում եւ չկա մարդ, չկա խնդրեմ, հետեւաբար մարդը պետք է լուծի այդ խնդիրը։ Հետևենք զարգացումներին, Նարեկ, կարծում եմ հաջորդ տարի կունենանք նորից հանդիպում եւ կտեսնենք ձեր պահանջներին ականջալուր է եղել թե ոչ, եթե ոչ նորից կխոսենք այդ խնդիրների մասին, եթե այո, մեզ կներկայացնեք, ապա արդեն նորից այդ հանրային բաց քննարկումները, որը պահանջում եք դու եւ նախաձեռնող խումբ ունեք։ Խումբը քանի հոգուց է բաղկացած եւ ինչպես կարող են ձեզ դիմել, եթե քաղաքացիները ունեն որոշակի խնդիրներ հենց կենդանիների պաշտպանության հետ կապված։ Վերջին օրերում հատկապես մեր նախաձեռնող խմբի թե առանձին մասնակիցները եւ թե իրենց կազմակերպությունների անդամները նույնպես շատ տարածումներ արեցին ֆլեշմոբեր, հայտարարություններ եւ այլն, ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք բազմաթիվ դիտումներ եւ մարդիկ հիմնականում դրական արձագանքի են, նրանք ովքեր բացասական են, միևնույն է, կարծես թե մեզ չի որ մեղադրում են, դա նույնպես դրական արդյունք է։ Ձեզ մեղադրում են, դուք չեք տալիս, որ այն շները, որ կծում են, այն կատուները, որ կեղտոտում են, թափում են, դուք դրանց հանդեպ չեք թողնում։ Նախ իհարկե այդ մարդիկ քիչ են ավելի, բայց հասկանալի է, որ նրանք չեն կարող չլինել, ընդ որում ոչ պարտադիր ուղղորդված։ Այո, կան այդպիսի մարդիկ եւ մենք պետք է առերեսվենք այդ իրականության հետ։ Հետեւաբար այդ մարդիկ նույնպես մեր քաղաքացիներն են, դա մեզ դուր է գալիս թե ոչ, եւ մենք նույնպես պետք է աշխատենք նրանց հետ, որպեսզի տեղ հասցնենք միտքը, որ կապ չունի դու ինչպես ես վերաբերվում եւ կապ չունի կենթանու կոնկրետ գործողությունը, կապ ունի թե դու ինչ կարող ես անել, որոնք են քո իրավասությունների շրջանակը եւ թե ինչ է պարտավոր անել պետությունը, որպեսզի նման իրավիճակները կանխվեն, կանխարգելվեն։ Սա է շատ կարեւոր, չէ՞ որ մարդիկ չեն մտածում, որ պետք է կենթանի ընդհանրապես չլինի, դա նույնն է, կարծես ես մթությունից վախենում եմ եւ եկեք այնպես անենք մութը չընկնի, այդպես չի կարող լինել։ Մենք պետք է այսօր այդ խնդիրները լուծենք եւ այո, այդ մարդիկ նույնպես ունեն իրավունք խոսելու, գուցե ոչ այդքան դաժան կամ կոպիտ կենթանիների նկատմամբ, բայց այո, նրանք նույնպես ուզում են ինքնստինքյան ուզում են լինել ավելի անվտանգ եւ գոնե անհոգս եւ այո այս խնդիրները նույնպես պետք է հաշվի առնվեն օրենքի շրջանակներում եւ նրանք իհարկե այդ բոլոր մարդիկ էլ կարող են դիմել մեր կազմակերպություններին եւ նաեւ մեր propose կենտրոնապաշտպան կազմակերպությանը եւ գրել մեր Facebook-յան էջերին երևի ամենատարածվածը դա է եւ նաեւ այլ հարթակներում նույնպես։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար, հաջորդ տարի կհանդիպենք եւ կտեսնենք։ Մենք ինչպես միշտ շնորհակալ եւ հուսով ենք այո հաջորդ տարի կլուծենք միասին այդ խնդիրները։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։